Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը եւ Կասիմ Ժոմարթ Տոկաևը մտքեր են փոխանակել ռազմավարական բնույթի գործընկերության զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Արտաքին գործերի նախարարը եւ Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային տարածաշրջանային բնույթի հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ղազախստանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջ մղման, մասնավորապես խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի թանգարան եւ հուշահամալիր։ Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին եւ խաչքարին։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի 60 ներկայացուցիչ վկայակոչելով Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ ծտումները, Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիան, նաև հայ գերիների ապօրինի կալանքը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ վերջինիս պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայդատի հանձնախումբը, նշելով, որ կոնգրեսականները երկուստակցական նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման եւ վերազինման համար 2025 թվականի համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ։ Վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում եւ որակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարեւորությունն ու հանձնարարել հետեւողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ։ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքի մարզում այցելել է Սուրբ Հրիփսիմե եկեղեցի, որը Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության եզակի նմուշներից է եւ Սյունիքի մարզի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկը։ Դեսպան Քվինը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարեւորությունը ամենուր։ Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է, ինչու է սա կարևոր թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ, անվտանգ որակյալ կապի ապահովմամբ, հասանելիություն համաշխարհային առաջատար ծառայություններին, կապի նոր հնարավորություններ բոլորի համար, անկախ գտնվելու վայրից։ Ներքին գործերի նախարարությունից հիշեցնում են 2025 թվականի մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար եւ Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի են ունենալու ավականու արտահերտ ընտրություններ։ Եթե ձեր տվյալները չեք գտնի ընտրողների ցուցակում, ապա քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, նաեւ քվեարկության օրը մինչեւ քվեարկության ավարտը 20:00-ն անհրաժեշտ է դիմել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային բաժին քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։ Լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմումը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային բաժին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից։ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում ՄՔՑ տարածքային բաժին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, որը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում։ Հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չեն ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Կուրսկի մարզի սահմանամերձ Կոգոլևկա գյուղը վերադարձնելու մասին։ Բնակավայրն Ուկրաինայի վերահսկողության տակ էր գտնվում անցած տարվա օգոստոսից։ Կիևը դեռևս չի հաստատել լուրը։ Թուրքիայի իշխանություններն արտաքսել են Ստամբուլի նախկին քաղաքապետի կալանավորման դեմ բողոքի ակցիաները լուսաբանող BBC թղթակցին, հայտնում է լրատվամիջոցը։ Մարկ Լոուենը Թուրքիայում էր մի քանի օր լուսաբանելու ցույցերը, նախոր էին նրան իր հյուրանոցից բերմաներ ենթարկել ոստիկանությունը եւ ձերբակալել 17 ժամով։ Լրագրողը ծանուցում է ստացել, որ արտաքսվում է հասարակական կարգի համար սպառնալիք հանդիսանալու պատճառով։